Սեռական օրգանի թուլության խնդիրը բժշկության մեջ ավելի եւ ավելի արդիական հարց է դառնում։ Թե առաջներում կարելի էր մի փոքր այսպես ստատիստիկ տվյալներ տալ, որ ավելի շատ հոգեբանական խնդիրներ եւ այլն, բան ցավոք սրտի այսօր ապրելակերպը մեր ստիպում է, որպեսի մետաբոլիկ խնդիրներով պայմանավորված էրեկցիայի խանգարումները գան առաջնային պլան։ Մետաբոլիկ խանգարումներով պայմանավորված խնդիրները դրանք ավել քաշն են, դրանից բխող տարատեսակ խնդիրները, մասնավորապես հորմոնալ խանգարումները, աթերոսկլերոզը եւ այլն եւ այլն։ Ամենամեծ դժվարությունը, որի առաջ մենք կանգնում ենք այս իրավիճակներում, դա տվյալ մարդու, այսպես ասված հրաժարականը, աշխատել ինքն իր վրա, աշխատել իր վատ սովորույթների վրա եւ նվազագույնի հասցնել այդ սովորույթները։ Պացիենտների սովորաբար ինչ են ասում, երբ որ ինքը ունի անոթային լիքը խնդիրներ եւ այլն բան, ու ասում ես պետքա գոնե սիգարետը թողես, ունենալով անոթային խնդիրներ շարունակել օրը 2 տուփ սիգարետ ծխել, դե նորմալ չի։ Ավելի նորմալ չի, երբ որ պացիենտն ասում է, չէ, բժիշկ չեմ կարա։ Ուրիշ բան ասեք, ասում է, չեմ կարա այդ սիգարետը, ոնց աշխատես։ Վերջի վերջը թուլության խնդիրը, ընտանեկան խնդիրը, դա զույգային խնդիրը, դա վերջի վերջո բերելու է տղամարդ կին փոխհարաբերությունների մեջ լրջագույն խնդիրների առաջացմանը, որի հետևանքով ի վերջո ընտանիքը կքանդվի, դա անխուսափելի է, հարգելիներս։ Երբեք ու երբեք չեմ կարող հասկանալ այդ իրավիճակը։ Ու ամենավատը դա ձգձգելն է, ամենավատը դա ձգձգելն է, բժշկի չդիմելն է, այսօր մնա, վաղը մնա, այսօր մնա, վաղը մնա, այսօր ճարահատյալ կինը ինքն է զանգում, կանայք են ահա զանգում, բժիշկ ամուսնուս մոտ, խնդիր կա, բժիշկ ամուսնուս մոտ, մի ձև համոզելով բերե, տենց չի լինում, հարգելի տղամարդիկ, շահագրգռված եղեք առաջնահերթ ինքներդ ձեր համար առաջնահերթ կարգավորելու այն խնդիրը, որից կախված է ոչ միայն ձեր ինքնագնահատականը, այլ նաև ձեր ընտանեկան փոխհարաբերությունները։